Ժամը 13-ն Open Media-ի ուղիղ եթերում Ռինյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Դատարանը կալանավորել է Փարաքարշ համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա անձին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ին իր տան մոտ սպանվել էին Փարաքարշ համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը Կարեն Աբրահամյանը, մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։ Սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է սպանություն կատարած առերևույթ խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, որը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունքներ եւ մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։ Ինքնաձիգը քննիչի որոշմամբ առգրավվել է։ Անցած 24 ժամում երկրում տեղի է ունեցել եւս երկու սպանություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նախորդին Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, որոնցից մեկը 37-ամյա Յուրի Մարգարյանը մահացել է։ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է, մեկ այլ դեպք տեղի է ունեցել Արմավիրում շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի, պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, 39-ամյա Մասիս Ասատրյանը մահացել է, 33-ամյա բնակիչը ձերբակալվել։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է սպանության 1085 դեպք, վիճակագրական կոմիտեի տվյալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպքերը 824-ն էին։ 2024-ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները Երևանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում։ Նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457-ը ծանր, 88-ը առանձնապես ծանր։ Համեմատության համար նշենք, որ Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում 2802, Լորիում 2821։ Տվյալներով Արմավիրին մոտ է Կոտայքի մարզը 3310 դեպքով, սակայն այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։ Նախորդ տարի վաղարշաբաթում ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան ամբողջ Սյունիքի մարզում։ Գրանցված հանցագործությունների թվով այդ քաղաքը երկրորդն է Երևանից հետո։ Երևանում նախորդ տարի գրանցվել է 18397 դեպք, որից 1165-ը առանձնապես ծանր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ից 30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում։ Արտաքին գործերի նախարար Շարարատ Միրզոյանն էլ սեպտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է աննախադեպ մարտահրավերի, համաշխարհային պարտքը 2025 թվականի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է տարվա առաջին 6 ամսվա 21 տրիլիոն դոլարի կտրուկ աճից հետո, ինչը լրջագույն մտահոգություններ է առաջացնում համաշխարհային ֆինանսական կայունության վերաբերյալ։ Այս հսկայական պարտքի կուտակման համատեքստում հատկապես ուշագրավ է Ճապոնիայի օրինակը։ Զարգացած երկրների շարքում ամենամեծ պարտքային բեռ ունեցող պետությունը հնայի մոտ 260%-ի չափով Ճապոնիան է։ Ճապոնիան արդեն մոտ 25 տարի է, ինչ խրված է այսպես կոչված քանակական մեղմացման քաղաքականության մեջ, որը սկզբնապես կիրառվեց որպես ժամանակավոր միջոց տնտեսությունը խթանելու համար։ Նույն քայլին գնացած Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրոգոտու երկրները կարողացան դուրս գալ այս ծրագրից, իսկ Ճապոնիան շարունակում է մնալ դրա գերին։ Միացյալ Նահանգների ազգային պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլարը։
Ըստ փորձագետների Ճապոնիան դարձել է մի վառ օրինակ, թե ինչպես զարգացած տնտեսությունը կարող է կորցնել առանց արտաքին խթանների աճելու կարողությունը։ Տնտեսագետները համարում են, որ համաշխարհային տնտեսությունը թևակողել է մի վտանգավոր փուլ, որտեղ պարտքի հսկայական բեռը սպառնում է խաթարել ֆինանսական կայունությունն ու տնտեսական աճի հեռանկարները։ Ըստ հայ տնտեսագետների էլ այս տարվա հունվարից օգոստոսի 8 ամիսներին Հայաստանի տնտեսական պարտքն ավելացել է ևս 1 միլիարդ 288 միլիոն դոլարով եւ այժմ գերազանցում է 14.1 միլիարդ դոլարը։ Անցած տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 12.8 միլիարդ էր, ընդամենը 8 ամսում պարտքն աճել է 10%-ով կամ ավելացել շուրջ 1.3 միլիարդ դոլարով, իսկ անցած 7 տարիներին 7.5 միլիարդով։ Տնտեսագետները նաեւ ահազանգում են, որ պարտքը ոչ միայն աճել, այլև թանկացել է, պարտքի միջին տոկոսադրույքը հասել է 7.3-ի, նախկին 4.9%-ի դիմաց։ Այսինքն, եթե պարտքի սպասարկումը նախկին տոկոսադրույքով կկազմեր տարեկան շուրջ 691 միլիոն դոլար, այսօրվա տոկոսադրույքով անցնում է 1 միլիարդից։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրաերյակի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների Իրանի դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների snap-back մեխանիզմն ակտիվացնելու փորձերը օրինական ուժ չունեն։ Եվրոպական եռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը։ 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում, գրել է նա X-ի իր էջում ու նշել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 6-ի պատժամիջոցների վերականգնման օգտին քվեարկելուց հրաժարվելը խոսում է անվտանգության խորհրդում առկա պառակտման մասին։ Նրա անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաերյակի նախաձեռնած պատժամիջոցների վերականգնումն արդարացված է, լեգիտիմ կամ օրինական, նշել է Բաղային։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսական զորքերը մեծածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանների վրա, օգտագործելով բարձր ճշգրտության հեռահար զենքեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ճակատային գծում 173 մարտական բախումների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը 595 անօդաչու թռչող սարք եւ 48 թրթիռ է արձակել, որոնցից 611-ը խոցվել են։ Կիևում գրանցվել են զոհեր եւ վիրավորներ, հարձակումները վնասել են բնակելի տարածքներ, սակայն Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը։ Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել Բելգորոդին։ Ուկրաինական 48 դրոններից 78-ը խոցվել են։ Իսրայելի զինված ուժերն ու շարժական հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Գազայի ուղղությամբ սահմանամերձ գոտուց։ Տանկերը խորացել են Գազա քաղաքի բնակելի թաղամասեր։ Տեղական առողջապահական մարմինները հայտնել են, որ չեն կարողացել արձագանքել տասնյակ կանչերի։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 66500 հոգու։ Վիրավորվել է 168162 մարդ։ Մոլդովայում կիրակի կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղենիշային են Եվրամիության անդամակցելու հեռանկարի համար։ Նախագահ Մայա Սանդուի գլխավորած կուսակցությունը ստացել է ձայների 48%-ը, ընտրատեղամասերի 95%-ում հաշվարկից հետո։ Ռուսամետ հայրենասիրական ընտրական դաշինքը ստացել է 25.6%։ Ռուսամետ այլ կուսակցություններն ունեն ավելի ցածր արդյունքներ։ Նախկին նախագահ Իգոր Դոդոն կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել խորհրդարանի մոտ, հաղթանակը ամրապնդելու համար։ Սանդուն ընտրություններից հետո կրկնել է Ռուսաստանի կողմից լայնածավալ միջամտության մեղադրանքները, ընդգծելով, որ իր ձայնը տվել է խաղաղությունը պահպանելու եւ Եվրամիության կազմում Մոլդովայի ապագայի համար։ Միչիգանի Գրանդ Բլանկ քաղաքում Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը մեքենայով հարվածել է եկեղեցուն, կոտրել դռները եւ կրակ բացել, սպանելով առնվազն 4 մարդու եւ վիրավորել 8-ին։ Հարձակվողը եղել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի նախկին զինծառայող։ Նա հրդեհել է եկեղեցին, ապա ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցում եղել են հարյուրավոր մարդիկ եւ ավերակներում կարող են լինել լրացուցիչ զոհեր։ Ծխի սյուներ են բարձրացել շենքից։ Միչիգանի նահանգապետ Գրեչեն Ուիթմերը եւ ազգային պաշտոնյաները դատապարտել են բռնությունը, այն անվանելով անընդունելի, հատկապես երկրպագության վայրում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Երևանի քաղաքապետարանը քննարկում է դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակման հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ դպրոցականները սկզբում գուցե ընդվզեն որոշման դեմ, բայց կրթության որակի վրա վստահորեն այս արգելքները դրական կազդեն։ Ըստ նախագծի հեղինակների մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում, տարեվերջին կգնահատվեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները և առաջադիմության որակը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Արդեն 2 շաբաթ է Հայաստանում ընթանում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը։ Առողջապահության նախարարությունից հորդորում են անպայման դիմել մոտակա բժշկական կենտրոն, ստանալ համապատասխան պատվաստանյութը հետագա բարդություններից խուսափելու համար։ Մասնագետները վստահեցնում են, սուր շնչառական վարակների առումով հանրապետությունում դեռ ակտիվություն չի դրսևորվում։ Գրիպի դեմ պատվաստելուց հետո հակամարմինների և ամբողջական իմունիտետը ձևավորվում է 10-ից 14 օրերի ընթացքում, հետևաբար քանի դեռ չեն շրջանառում գրիպի շրջատիպերը, գրիպը չի շրջանառում Հայաստանի Հանրապետությունում, ունենք լավ հնարավորության պատուհան ստանալ գրիպի դեմ պատվաստումը, քանի դեռ սեզոնը չի ուժ գնացել։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ չեմ տալիս, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։